Մենք շարունակում ենք ուրիշ նորությունները ուղիղ եթերում եւ ինչպես միշտ այս հատվածում ծրագրի մենք ունենում ենք հյուրեր, բայց մինչեւ նրանց ներկայացնել ուզում եմ համառոտ ներկայացնել մեր հանդիպման առիթը։ Իսկ առիթը բավականին հետաքրքիր է եւ ուշագրավ։ Տպագրվել է վարպետը ուղենիշ կազմակերպական մշակույթի եւ առաջնորդության համար ձեռնարկը, որը ներկայացվում է հայ մեծ գրող Ավետիք Իսահակյանի ստեղծագործական ժառանգության վերաիմաստավորումը ժամանակակից առաջնորդության եւ բիզնես միջավայրի համար։ Համաձայն եք մի փոքր անսպասելի է Ավետիք Իսահակյան եւ բիզնես, բայց դրա համար մենք ունենք մասնագետներ, հյուր, ովքեր կմեկնաբանեն եւ կբացատրեն կապը այս ամենի հետ։ Եվ այսպես մեր տաղավարում են Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Ավետիսյանը եւ մշակույթը գործոն հասարակական կազմակերպության ղեկավար Աննա Սեթաղյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, Մայլույս։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար եւ այս պահին սեղանին գիրքն է ձեռնարկը, որը ինչպես քիչ առաջ խոստովանեցիք, ընդամենը օրեր առաջ է ձեր ձեռքում հայտնվել, իսկ ընթերցողի սեղանին կհայտնվի մոտ օրերս։ Գիրքը արդեն հայտնվել է ընթերցողի սեղանին եւս, այո, եւ ասեմ, որ նախագիծը իրականացել է վարպետի ծննդյան 150-ամյակի հոբելյանական նախագծերի շրջանակում։ Անցած տարի։ Այո, անցած տարվա վերջին կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ եւ աննախադեպ էր միանշանակ, քանի որ գիտենք մեր պատկերացումներում մեր դասական գրողները այդպես էլ դասական են, սակայն թանգարանը ամեն բան արեց 150-ամյակի առիթով Իսահակյանի ծննդյան, որպեսզի Իսահակյանը ավելի հասանելի եւ ավելի մոտ դառնա այսօրվա մարդուն, այսօրվա ընկալումներին, եւ կարծում եմ, որ դա մեզ հաջողվեց։ Եվ այդ գաղափարի, այդ մտածողության եւ այդ այսպես միջոցառումների շարքի կուլմինացիան էլ հենց այս նախագիծն էր, որտեղ Աննան իհարկե ավելի մանրամասն կպատմի ինչպես ձևավորվեց նախագիծը, բայց այստեղ ունեցանք աննախադեպ ձեռնարկ Իսահակյանի ստեղծագործությունների հիման վրա, հատկապես հեքիաթների, առակների, լեգենդների, որոնք իրոք աննախադեպ են եւ հետաքրքիր են եւ քիչ են նրանց մասին քիչ է խոսվել, քանի որ շատ քչերը գիտեն Իսահակյանի հեքիաթների մասին ու շատ քչերը գիտեն, որ դրանք այսօր մեզ կարող են ուսուցանել, սովորեցնել եւ ոչ միայն երեխաներին, այլև մեծերին, քանի որ շատ խորիմաստ են եւ շատ հետաքրքիր ու կարեւոր դրվագներ են պարունակում եւ հեքիաթները մենք փորձեցինք այս տարվան ընթացքում եւ ընդհանրապես ամեն կերպ ավելի տեսանելի դարձնել, ինչպես օրինակ տեխնիկային ներկայացում ստեղծվեց թանգարանում հեքիաթների հիման վրա, որը կոչվում է Լույսի ծածկագիրը, գրքեր տպագրվեցին, խաղ գրքեր, խոսող գրքեր տպագրվեցին Իսահակյանի առակի մի մկան պատմության հիման վրա հեքիաթներն են տպագրվել հայերեն եւ անգլերեն եւ պարբերաբար մենք փորձում ենք ներկայացնել հանրությանը, որ Իսահակյանը նաեւ փոքրերի համար էր իմաստություն բերում եւ շատ կարեւորում էր նաեւ փոքրերի կրթությունը, դաստիարակությունը եւ հենց Իսահակյանի այդ գաղափարը մենք դրել ենք նաեւ ներկայացման մեջ ինքն ասում էր, չէ, ասում եմ ձեզ կգա ոգուսով, բայց նաև ասում էր, որ ինչ պետք է անենք, որ չգա ոգուսով, պետք է կրթվենք, պետք է կարդանք, լույսը բերենք, գիտության, կրթության լույսը բերենք։ Եվ հենց այս ամենը կարծես ամփոփվեց այս հրաշալի նախաձեռնության մեջ, որի հեղինակը Աննան էր իհարկե, նախաձեռնության այսպես առաջարկը եղավ Աննայի կողմից եւ թանգարանը, քանի որ բրբտումների մեջ էր եւ արդեն իսկ նախաձեռնել էր բազմաթիվ նոր արարական ծրագրեր, միանգամից որսած այս հրաշալի գաղափարը ներկայացրեց նախարարություն, ներկայացրեց հոբելյանական հանձնաժողովին եւ շատ ուրախ ենք, որ թանգարանի ներկայացրած 16 ծրագրերից, որոնցից շահեցին 4-5 ծրագիր այսպես անցավ հոբելյանական նախագծի հավանության արժանացավ, դրանցից մեկն էլ հենց այս նախագիծն էր, այսինքն նաեւ գիտակցվեց այն փաստը, որ սա շատ կարեւոր է այսօր, կարեւոր է մեր դասական գրողներին դուրս հանել այդ ճակերտյալ դասականության պատկերացումներից էլի պահելով եւ պահպանելով մշակութային արժեքը նաեւ ներկայացնել այլ հանրության, այլ այսպես միջավայրի եւ մեզ համար անչափ կարեւոր էր, որ թանգարանը գրքի շնորհանդեսի ընթացքին լի էր մարդկանցով, որոնք երբեք չէին էլ եղել թանգարանում։
իր բիզնես ոլորտի մարդկանցով, բիզնես խորհրդատուներով եւ մեր նպատակն էլ հենց դա է ներգրավել տարբեր ոլորտների մարդկանց, թանգարանային կյանք, մշակութային կյանք եւ հասանելի դառնալ բոլորին եւ ներառականության իմաստով հասանելի դառնալ եւ թեկուզ տարածքային իմաստով, մարզային իմաստով հասանելի դառնալ եւ հասանելի դառնալ տարբեր կերպ մտածող մարդկանց։ Շատ լավ, մենք շարունակությունում անպայման կխոսենք այն մասին, թե ինչ արձագանքներ եւ ինչ արդյունքներ են արդեն գրանցվել ձեռնարկը կյանքի կոչելուց հետո, բայց հարցս ուզում եմ Աննային ուղղել, որովհետև երբ որ մենք ասում ենք Ավետիք Իսահակյան, առաջին հերթին քննարկու, ինչպես ասացիք, հեքիաթագիր, ինչպես նկատեցիք, որ Իսահակյանի ստեղծագործություններում կա թաքնված կոդ, որը կարելի է վերծանել եւ բերել բիզնեսի կամ առաջնորդության դաշտ։ Այսա կարծում եմ առանցքային հարցն է։ Կարծում եմ այդ կոդի մասով հատկապես գիտելիք եւ պատկերացում է տվել Արմինեն, որովհետեւ մենք իրար վաղուց ենք ճանաչում։ Փոխ լրացրել եք։ Այո, փոխ լրացրել ենք, բայց անդրադառնալով թեմային ընդհանուր առմամբ եւ կհասնեմ արդեն ձեր հարցին, ասեմ, որ ընդհանրապես ինքը ձեռնարկի գոյությունը եւ ստեղծումը եթե մի կարճ բառով ասեմ, դա կարիքի բավարարում էր։ Որովհետև երբ ես LinkedIn հարթակում, որը պրոֆեսիոնալ հարթակ է, հետևում էի մեր հայ օգտատերերին, տեսնում էի, որ բոլորը ընդհանրապես տարբեր պատմություններ են պատմում, երբ որ փորձում են խոսել ինչ-որ բիզնես կամ կորպորատիվ մշակույթի վերաբերող երևույթների մասին, իրենց աշխատավայրում տեղի ունեցող ինչ-որ բաների մասին, միշտ պատմությունները օտար երկրներից էին, պատմությունները օտար պատմություններ էին, օտար դեպքեր էին, երբեք ինչ-որ հայկական իրականություն չկար ու հայկական պատմությանը հղում չկար, ու երբ նման քննարկումներ տեղի ունեցան Արմինեի հետ քննարկում ենք, թե ինչպես կարող է Իսահակյանական գործը այլ դաշտեր ընդգրկել, ես հարցրի, արդյոք Իսահակյանը ունի այնպիսի գործեր, որոնք կարող են նման հաղորդագրություններ իրենց մեջ պարունակել, որ կարող ենք օգտագործել արդեն այս ոլորտներ մտնելու համար, Արմինեն ասաց իհարկե կան, բայց պետք է ճիշտ ճանապարհով գնանք եւ փորձենք ճիշտ մարդկանց ներգրավել։ Այդպես էլ եղավ, իրականում հենց LinkedIn հարթակի շնորհիվ, նաև բնականաբար մեր ընկերների ցանցի եւ տարբեր ծանոթների հնարավորությունների կապերի շնորհիվ մենք գտանք ոլորտում ամենաակտիվներին, ամենահետաքրքրասերներին ու ամենաստեղծարարներին, որոնք հատկապես շատ են խոսում, շատ են դասավանդում, շատ են կիրառում պատմասացություն երևույթը, որը storytelling տերմինն է, որ շատ հայտնի է, հայերենում պատմասացություն է, ու հանդես եկանք առաջարկով, որ ինչ կարծիքի եք, կարող եք Իսահակյանի գործերը օգտագործել նման նպատակով եւ մեծամասամբ մարդիկ ունեին վախեր, իրենց համար էլ էր էքսպերիմենտալ, որովհետեւ երբևէ նման բան տեղի չէր ունեցել, երբևէ նման, չգիտեմ, փորձառություն չկար, շատերը վախեր ունեին, շատերը մտածում էին, որ իրենց մոտ չի ստացվի, բայց բարեբախտաբար նաեւ խմբագրական աշխատանքի եւ անընդհատ միմյանց աջակցելու խորհրդակցությունների շնորհիվ հնարավոր դարձավ ճիշտ մարդկանց ներգրավել եւ ստանալ մի հիանալի արդյունք եւ ես սա չեմ ասում որպես ծրագրի հեղինակ, ծրագրի այսպես կազմակերպիչ, ուղղակի ընթերցողների ոնց որ կարծիքների հիման վրա է հատկապես, մանավանդ որ այստեղ ճիշտ է դուք հայերեն տարբերակն եք տեսնում, բայց ինքը նաև անգլերենով գոյություն ունի, այսինքն թարգմանվել է նաև անգլերեն եւ նպատակը այն է, որ Իսահակյանական գործը հասանելի դարձնել նաև օտարալեզու կարդացողներին, այսինքն օտարներին, հատկապես նրանց, որոնք հետաքրքրված են օրինակ կազմակերպական մշակույթի եւ առաջնորդությանը վերաբերող թեմաներով եւ դրա շնորհիվ նաև ծանոթանում են Իսահակյանի գործին։ Շատ հետաքրքիր է այս մեկնաբանությունը, բայց կարծում եմ կհնչեցնեմ նաև իմ հետաքրքրությունը եւ նաև ունկնդիրների, որ ձեռնարկում դիտարկվում են
Պիտանի բանը, Աղանազարը, հայրենի հողը, ստեղծագործությունները։ Իսկ կարող եք բերել մեկ օրինակ արդեն ավելի առարկայական, թե ինչպես է այդ վերծանված հեքիաթը, թե պատմվածքը, թե էսեն առաջնորդության ձախողված կամ թակառակը հաջողված փորձի օրինակ դառնում։ Մեկ օրինակի վրա, որպեսզի ավելի հանրամատչելի լինի մեր ունկնդիրների համար, նաև իմ։ Դե սա էսեների հավաքածու է, դուք ճիշտ նկատեցիք, բոլորը էսեներ են եւ սա նաեւ մեկ այլ խնդիր է լուծում, այժմ շատ մեր կրթության ոլորտում այս պահին ակտիվ քննարկումների մեջ է էսեների ներդրումը, օրինակ քննությունների հանձնման եւ այլն նման տեղերում, կարծում եմ այդ իմաստով էլ է հետաքրիր խնդիր լուծում ծանոթացնելու, թե հայերենով ինչպես կարող են էսեները հնչել ու լինել։ Իսկ ձեր հարցին անդրադառնալով ասեմ, որ օրինակ եթե խոսենք ամենապիտանի բանը հեքիաթի մասին, այստեղ հենց շատ հստակ օրինակով 3 առաջնորդության օրինակներ է բերում, որովհետև թագավորը, որ արդեն պետք է փոխանցի իր գահը 3 որդիներից մեկին, նրանց տալիս է հնարավորություն գտնելու ամենապիտանի բանը եւ փաստորեն 3 ռազմավարությունների հետ գործ ունենք, մեկը գտնում է եւ հաց է բերում, մյուսը հող եւ մյուսն է լույս, ու այստեղ մի դեպքում մենք ոնց որ խոսում ենք ավելի տնտեսական առաջնորդության մասին, մյուս դեպքում ավելի կայունության եւ երրորդ դեպքում արդեն գիտելիքի մասին, ավելի դեպի տեսլական, ավելի հեռուն նայող այսպես նպատակներով առաջնորդության մասին։ Այսինքն ներողություն օգտագործում է խորհրդանիշների լեզուն։ Այո, մետաֆորն է օգտագործվում, փոխաբերությունը եւ հենց այդ, այսինքն մենք փորձում ենք ասոցիատիվ պատկերացումների շնորհիվ բացատրել երևույթներ, որոնք կան մեր կյանքում։ Այս դեպքում առաջնորդության եւ բիզնես մշակույթի մասին է խոսքը։ Այսինքն կարելի է ասել ներողություն, որ մենք միջ օրս կիսատ ենք հասկացել էսեները, պատմվածքները, ընդհանրապես ժառանգությունը։ Շատ դեպքերում այո, կարելի է նաև այդպես ասել, որովհետև իրոք Իսահակյանը եւ մեր մեծերը, ոչ միայն Իսահակյանը, Թումանյանը եւ մյուսները, որոնք գրել են հեքիաթներ, հեքիաթն ամենակարևոր ստեղծագործությունն է իրականում գրականության, որը մենք շատ ճիշտ պետք է, այո, եւ մարդու կյանքում ճիշտ պետք է հասկանայինք եւ ընկալեինք։ Մեզ անընդհատ այդ դասականությունը խանգարել է խորանալ եւ ամբողջ իմաստը հասկանալ։ Ես ինքս մինչև այս ընթացքում աշխատանքների ընթացքը ես ինքս Իսահակյանի հեքիաթներից որոշները չէի պատկերացրել ու չէի հասկացել։ Օրինակ Նուկիմ քաղաքի խելոքները հեքիաթը, պատմությունը, որտեղ Նուկիմ մի քաղաք կա, որտեղ այս հերոսները անվերջ բողոքում են, որ ինչի ձմեռ պետք է լինի, թող լինի 2 ամառ, եւ որոշում են կոլեկտիվ ոսկին հավաքում են, գնում են թագավորի մոտ, որ ասեն ամեն ինչ փոխիր, թող լինի 2 ամառ։ Եվ մեր հեղինակներից մեկը սա բացատրել է որպես կոլեկտիվ հիմարության մի բան, այսինքն ոնց կարելի է մի բան ուզել, որը անհնար է իրականանալ ու որը դատապարտված է չլինելու։ Այսինքն դու ոսկին տանում ես, այդ ոսկին մսխում ես անիմաստ եւ պահանջում ես մի բան, որը չի էլ կարող լինել եւ կոլեկտիվ հայտով ես գնում, այսպես ասած։ Եվ հենց այստեղ այս հեքիաթի ճանապարհն էլ է շատ հետաքրքիր, այս հիմարները ճակերտյալ կամ ոչ ճակերտյալ գնում են շուկա են հանդիպում, մեկ էլ տեսնում են հանկարծ այնտեղ կարմիր ինչ որ գեղեցիկ մի բան, որը ոգևորվում են դրանից, մի ամբողջ ոսկի են տալիս այդ գնելու համար, իրենց թվում է դա համեղ է, բայց դա կծու պղպեղ էր ընդամենը։ Այսինքն անիմաստ վատնումը նյութի, անիմաստ գումարի վատնումը։ Եվ հենց Իսահակյանն էլ հենց դրա դեմ էր, այս հիմարության դեմ էր չպահանջել բաներ, որոնք հնարավոր չէ որ իրականանան, եւ իր քաղաքական պատկերացումներն էլ եթե հետևում ենք, ինքն էլ երբ տեսնում էր որ երկիրը արդեն կայունության մեջ է, խաղաղության մեջ է, ասում էր եկեք միավորվենք եւ հենց այս խաղաղությունն ու կայունությունը պահպանենք, չընկնենք այս կողմ են կողմ եւ անիմաստ բաներ պահանջենք։ Հենց այս գաղափարներ ինքը փորձել է հեքիաթների միջոցով ասել, ու այո,
Աննայի նշած պատմությունը ամենապիտանի բանը լույսի գտնելու այս երևույթը հենց էլի Իսահակյանը այս դրանով ուզում է ասել գտեք գիտության, կրթության, մշակույթի, բարության լույսը, ունենք արևի մոտ հեքիաթ, այստեղ արդեն էլի սոցիալական խնդիր է բարձրացվում, տղան որբ է, անտուն է, բայց իրեն որդեգրում են ու ունենում է ընտանիք ու հովիվն է որդեգրում, այսինքն այստեղ արդեն սոցիալական հարցն է բարձրացվում։ Մենք ուղղակի շատ ուշադիր չենք եղել հեքիաթներին, ամբողջ խնդիրը դա է։ Հիմա ամբողջ նպատակն էլ մեր թանգարանի, մեր համագործակցության հենց սա է, որ հեքիաթները մաս առ մաս վերլուծենք եւ ներկայացնենք հանրությանը, կլինի երեխաներին, կլինի մեծերին եւ տարբեր ոլորտի մարդկանց։ Իսկ այսպեսի մի հարց, արդյոք հնարավոր չէ, չեմ ուզում ասել սխալվել, բայց մեկնաբանության կամ վերծանման մեջ լինել սուբյեկտիվ, չէ՞ որ այն ինչը որ հեքիաթ է, անգամ ամենապարզունակ տեքստը ամենքը յուրովի է ընկալում։ Միանշանակ։ Իսկ այս դեպքում, երբ որ ենթատեքստը վերծանվում է թեկուզ մասնագետի կողմից, մեկ ուրիշ մարդ ընթերցող կարող է չհամաձայնվել այդ մեկնաբանության կամ մեկնության հետ։ Այ մտածել եք այդ մասին։ Իհարկե, տեսեք, սա սուբյեկտիվ մոտեցում է, քանի որ գրողներն էլ մարդիկ են։ Մարդիկ են, որոնք ունեն փորձ, ունեն անցած ճանապարհ եւ իրենք էլ իրենց ապրածի, կարդացածի եւ դասավանդածի հիման վրա են նաեւ անում այդ ուսումնասիրությունները եւ գրում նյութեր։ Այսինքն տեսեք, իրենք էլ տարբեր միջավայրերում են հայտնվում եւ գրում են հատկապես մի նպատակով իրենց տեսանկյունից, եթե նայեմ, որ իրենց համար կիրառելի դարձնեն, այսինքն հետագայում դա օգտագործեն հենց իրենց դասերի ժամանակ, իրենց դասընթացների, իրենց լսարաններում ու իրենց ոլորտներում ու նաեւ գիտեն, որ իրենց կարդացողները հատկապես ոլորտի իրենց հետ նույն էջի վրա են, այսինքն նույն կերպ են մտածում։ Եթե այդ տեսանկյունից նայենք, այո, գրողները հատկապես շատ ոլորտային արձագանքներ են տվել։ Այսինքն իրենք ունեն հստակ ասոցիացիաներ ու պատկերացնում են, որ կարդացողն ունենալու է նույն ասոցիացիաները, որովհետև ինքը մի քիչ նեղ է որպես այդպեսին, այսինքն կազմակերպական մշակույթ եւ առաջնորդություն, այսինքն ամեն ինչ կապ ունի հենց նմանատիպ հարաբերությունների հետ եւ մեծամասամբ նրանք, ովքեր որ կկարդան եւ չեն համաձայնվի, օրինակ, հիմնականում այնպիսի մարդիկ են, որոնք այդ միջավայրից երևի ավելի քիչ գիտելիք ունեն, պատկերացում չունեն, բայց մյուս կողմից էլ կան, օրինակ, տարընթերցում, այսպես տարբեր ընթերցումներ կարող են լինել, նույն արջը եւ օծը առակը, որը այստեղ դիտարկվել է իդեպ մեր ուսանողներից մեկի կողմից, որտեղ բացի մասնագետների ներառելուց մենք նաեւ ուսանողական մրցույթ ենք անցկացրել, որտեղ առաջինից երրորդ տեղ գրաված ուսանողների ստեղծագործությունները, էսսեները եւս ընդգրկվել են ձեռնարկի մեջ, երկու կողմից կարելի է նայել, մեկը օրինակ դիտարկում է գործընկերության տեսանկյունից, թե ինչպիսին պետք է լինի ճիշտ գործընկերը, մյուսը կարող է դիտարկել զուտ հանդուրժողականության տեսանկյունից, այսինքն տեսանկյունները կարող են լինել տարբեր, կախված է նրանից, թե մենք որ անկյունում ենք գտնվում եւ որ անկյունից ենք նայում այդ հարցին։ Այս դեպքում մենք խոսում ենք հենց հստակ կազմակերպական մշակույթի ու առաջնորդության մասին։ Եվ ի վերջո ես հասկացա ձեր մտահոգությունը նաեւ, ելի նույն գալիս է դա նրանից, որ մենք միշտ վախենում ենք, օй, մեր դասականները հանկարծ մենք ոչինչ չփոխենք, չսխալվենք, բայց մեր դասականները հենց դա չեն ուզել, իրենք ուզել են, որ մենք կարդանք, վերլուծենք մեր ձևով, փորձենք հասկանալ մեր ձևով։ Իսահակյանը մի հսկայական գրադարան ունի, որտեղ գրքերը ունեն լուսանցքներ, եւ յուրաքանչյուր գրքի լուսանցքում ինքը իր նկատառումներն ու նշումներն է արել, համաձայն եմ, համաձայն չեմ։ Ես կարծում եմ, որ սա այսպես է, պետք է այսպես լիներ, այսինքն մարդը տալիս է մեզ ստեղծագործելու հնարավորություն, եւ այսեն ինչ է ի վերջո նոր ստեղծագործություն է, չէ՞, եւ մենք հանգիստ կարող ենք վերցնել այս գաղափարները, յուրովի ընկալել եւ նորը ստեղծել։ Շատ լավ, նշեցիք, որ գրքի շնորհանդեսին ներկա են նաև բիզնես ոլորտի ներկայացուցիչներ։ Եթե այսպես մոտավոր հաշվարկով կես տարի անցել է գրքի շնորհանդեսից, հա։ Չէ, գրքի շնորհանդեսը տարվա վերջին է եղել։ Տարվա վերջին։ Այո, 1 ամիս մոտ։ 1 ամիս, այո։
այդպես ես ուղղակի կապեցի ծննդյան Դե տարիներ հոբելյանական, բայց աշխատանքները կես տարի համարյա տևեցին։ Այսինքն դեռ արձագանք չունեք պրակտիկ դաշտում։ Պրակտիկ դաշտում ձեռնարկը կիրառվում է, հետաքրքրություն կա, գնում են մարդիկ, զանգահարում են, պատվիրում են, այսպես տեսնենք գուցե եւ ծրագրի եւ նախագծի շարունակություն ունենանք, քանի որ արձագանքներ եւս եղան եւ շատ հետաքրքիր կլինի, որ Իսահակյանի տուն-թանգարանում նաեւ դասընթացներ իրականացվեն այս ոլորտի մարդկանց կողմից, այնպես որ առաջարկներ ունենք համագործակցության եւ սպասում ենք հետաքրքիր նորությունների։ Շարունակություն ասելով նկատի ունեք նոր ստեղծագործությունները վերծանվել։ Դրանք դառնան նյութեր դասավանդման, որը հենց մեր նպատակն էր։ Դրանք ծառայեն իրենց նպատակին տարածվեն նաև միջին մասնագիտական կրթական հաստատություններում եւ շատ գաղափարներ մտքեր ունենք, որոնք կտան շարունակություն այս մեծ նախագծի։ Ձեռնարկի հետ կապված նաև տեղեկանում ենք, որ ձեռնարկի առաջաբանի հեղինակներն են Ռալֆ Իրիկյանը եւ Սերգեյ Թանթուշյանը, իդեպ Սերգեյը մեր հյուրը եղել է։ Սա նշանակում է, որ նախագիծը վստահություն է ներշնչում եւ նաեւ բիզնեսի եւ ակադեմիական ոլորտի ներկայացուցիչների համար։ Իսկ ո՞րն է նրանց հիմնական ուղերձը ձեզ։ Իրենք էլ շատ ոգևորված էին, ասեմ, այս գաղափարով եւ եթե ոգևորված չլինեին հաստատ այո, չէին մասնակցի եւ հետաքրքիր էր պարոն Իրիկյանի մեկնաբանությունը միանգամից հարազատ էր զգացել իրեն այս ես զգացի իր տեքստից իհարկե սա թեմատիկան իրեն շատ հարազատ էր կորպորատիվ մշակույթի եւ համագործակցության կորպորատիվ պատասխանատվության իմաստով եւ միանգամից այս պատմությունները կարողացել էր որսալ եւ առաջաբանում ներառել, ինչը նշանակում է, որ իրեն էլ այո շատ կարեւոր, իր համար էլ շատ կարեւոր է եղել այս ամենը եւ պարոն Թանթուշյանն էլ ներկա էր արդեն շնորհանդեսին եւ շատ ոգևորված էր այս գաղափարով, որ նոր է իրականացվում, վարպետի տանն է իրականացվում, որը նոր դռներ է բացելու, նոր դեպի նոր լույս է տանելու եւ կարծում եմ, որ շատ մեզ համար շատ կարեւոր էր, որ իրենք գնահատեցին այս նախագիծը։ Ես կուզեի հավելում անել, որ հատկապես պարոն Թանթուշյանի տեքստից եւ նաեւ մեր նկատառումներից ելնելով, որ ճիշտ է ամեն ինչ տեղի էր ունենում թանգարանում, բայց գրականությունը թանգարանային իր չէ, այդպես ուղղակի որ ինչ որ տեղ դրված լինի, ինքը ավելի կիրառական է եւ այս դեպքում մենք փաստորեն փորձել ենք ինչ անել մշակութային ժառանգության պահպանություն, բայց վերաիմաստավորման միջոցով։ Այսինքն փորձում ենք ժառանգությունը պահպանել եւ փոխանցել այլ մեթոդներով, ընտրելով այնպիսի մեթոդներ եւ այնպիսի միջոցներ, որոնք հասանելի են դարձնում այլ լսարանների եւ պարոն Թանթուշյանը լինելով բիզնես կոմունիկացիաների հաղորդակցությունների մասնագետ հենց իր տեքստում խոսում է դրա արդյունավետության մասին, խոսում է թե ինչքանով է դա հասցեական եւ ինչքանով կարող է լինել ազդեցիկ։ Իսկ կիրառության մասին խոսելով կա ծրագրեր օրինակ այս ձեռնարկը դարձնել ուսումնական որևէ մասնագիտացված բուհերում։ Այո, հենց դրա մասին էի ասում, իրականում նախագիծը հենց նախարարության կողմից հաստատվել է նաև այդ նպատակով եւ սակայն սա ունի իր ճանապարհը, քանի որ նոր է երևույթը եւ շատ ասեմ, որ հեշտ չի եղել ընթացքը, որ իրականացման ընթացքը, քանի որ մենք բոլորին ում հետ առնչվել ենք, ում հետ իհարկե ոչ մասնագետների, որտեղ մասնագետները միանգամից հասկացան ինչի մասին է խոսքը, բայց հարակից մարդկանց, ովքեր որ պետք է առնչվեին այս նախագծի հետ, մենք անverջ բացատրել ենք ինչի մասին է խոսքը, ինչու այսպես պետք է լինի, նպատակը որն է, ինչ պետք է լինի վերջո։ Եվ հիմա ես պատկերացնում եմ, եթե մենք ձեռնարկը փոխանցենք միանգամից ուսումնական հաստատություններին, իրենց համար պարզապես շոկ է լինելու եւ իրենք չեն կարողանալու դա կիրառել եւ որովհետեւ նոր է, նորություն է։ Երևույթը նոր է, հայ իրականության մեջ, հայ գրականության մեջ չի եղել նման երևույթ։ Իդեպ ներողություն, որ ընդհատում եմ, մենք երբեմն ունենում ենք հյուր, որովհետև մեր հայրենակից այստեղ չի ապրում, Ռուբեն Մարգարյան։ Նա իրավաբան է, գրող է եւ վերջերս թարգմանել է Մխիթար Գոշի առասպելները, առասպելները, բասնի
Առակները, ներողություն։ Առակները թարգմանել է հայերեն, ընդ որում ներողություն հայերենից ռուսերեն է թարգմանել, ընդ որում պահպանելով եւ տողաչափական եւ հանգավորումները։ Շատ հետաքրքիր մի տարբերակ է ընտրել, երբ որ բոլոր տողերը հանգավորված են նույն հանգի ներքո։ Մի խոսքով Եվ հենց այդ մարդը նաև ռուսական գրականության մեջ ընտրում է այնպիսի ստեղծագործություններ, լինելով իրավաբան եւ այս ոլորտի շատ կարկառուն ներկայացուցիչ, նա նաև դասավանդում է բուհերում իրավագիտություն հիմնված այն ռուսական ստեղծագործությունների վրա, որոնցում կա հենց այս դիտարկվում է մարդու իրավունքների պաշտպանությունը։ Այսինքն նախադեպեր հաստորեն պարզվում է կան։ Հայ իրականության մասին է ես ասում, միանշանակ նախադեպեր կան, հայ իրականության մեջ էլ կիրառվում էին ստեղծագործություններ, որոնք օտար են, հիմա արդեն կարող են կիրառել նաև հայ հեղինակների ստեղծագործությունները։ Սրանով մենք կարծես մի այսպես խայծել գցեցինք, ոչ միայն Իսահակյան ունենք շատ լավ հեքիաթագիր, առակագրեր, որ կարող են կիրառվել այս ոլորտի համար, նաև առաջարկ եղավ բոլորին, էլի, այս կարելի ասել թաքուն առաջարկ եղավ։ Իմ ասած այն մասին էր, որ մասնագիտական հաստատությունների համար անհրաժեշտ է նախ եւ առաջ մի հատ դասընթաց իրականացնել, որ իրենք հասկանան ինչի մասին է խոսքը, պատկերացում կազմեն ինչ նյութի մասին է խոսքը եւ անպայման տրամադրել նաև ձեռնարկը, որ կարողանան կիրառել իրենց դասավանդման ընթացքում։ Կարծում եմ քայլ առ քայլ պետք է հասնենք նրան, որ մարդիկ պատկերացնեն, որ այո, հայ դասական հեղինակի ստեղծագործությունը կարող է կիրառվել նաև այս կերպ եւ բազում այլ կերպեր, որոնք մենք անում ենք։ Իսկ մրցույթներ հայտարարում եք նաև օրինակ հենց նույն այդ մեկնության վերաբերյալ, որպեսզի ունենաք այլընտրանք, տարբեր կարծիքներ, միգուցե հավաքագրեք եւ իմի բերեք կամ տարակարծությունը Այո, միանշանակ նախագիծը իր մեջ պարունակել է մրցույթը հայտարարվել է, այո, բարձր կուրսի ուսանողների համար եւ դասախոսական կազմի համար մրցույթ է հայտարարվել եւ մենք ունեցանք 3 հաղթող, որոնք ստացան դրամական մրցանակներ եւ իրենց ստեղծագործությունը եւս տպագրվեց եւ Երևանից եւ մարզերից ունեցանք մասնակիցներ 13 SS ստացանք մենք եւ հանձնաժողովը, հատուկ կազմված հանձնաժողովը ընտրեց այս 3 մասնակիցների աշխատանքները, բայց թանգարանը պարբերաբար տարբեր ոլորտներում իրականացնում է մրցույթներ միանշանակ եւ աշակերտական եւ ուսանողական։ Դա բավական լուրջ խթան է ուսանողի համար եւ նաեւ ողջևորում է հետագա թե մասնագիտական գործունեության, թե նաեւ այսպիսի հետաքրքիր եւ աննախադեպ ձեռնարկում։ Այսօր մենք ապրում ենք շատ հետաքրքիր ժամանակներ, թե տեխնոլոգիական դարաշրջանի տեսանկյունից, թե ընդհանրապես ամեն ինչ կարծես կիսվել է իրականի եւ վիրտուալի, արհեստականի եւ բնականի։ Եվ մի պահ եթե փորձենք այս ամենից կտրվենք կամ գուցե առանց կտրվելու, պատկերացնենք, որ վարպետը մեր կողքին է եւ վստահ եմ ողջունում է այս ձեռնարկը եւ նախաձեռնությունը։ Իսկ ինչ եք կարծում, որը կլիներ նրա ամենակարևոր խորհուրդը ժամանակակից այս ոլորտի մասնագետներին, եթե ուղղակի ենթադրության հարթության մեջ խոսենք։ Եթե ենթադրության հարթության մեջ ասենք, վարպետը իր կերպարով եւ իր տեսակով եւ նորարար էր եւ պահպանողական ինչ որտեղ շատ քիչ պահպանողական հավատացեք, այո, երևի մեր միակ հեղինակներից, բանաստեղծներից էր, որ ապրել էր աշխարհի շատ տարբեր երկրներում, հանդիպել էր շատ տարբեր մշակույթներ եւ այդ մշակույթի մի մասն էր կազմել եւ իր ներդրումներ ունեցել այդ մշակույթում եւ շատ լայն միտք ուներ, շատ լայն խոհ ուներ այս իմաստով եւ հաստատ կողջուներ նախաձեռնությունը, ես համոզված եմ, քանի որ իր տեսակով եւ երբ կարդում ենք իր նամակները, իր ստեղծագործությունը, իր հուշագրություններն են կարդում եւ իր ուղերձները տարբեր առիթներով ուսանողներին, աշակերտներին, ամանորի առիթով մեր երկրին, մեր ժողովրդին, տեսնում ենք, որ էլի նույն գաղափարն է տարածում, շատ կարդացեք, շատ կրթվեք եւ իր ապրելակերպն էր նաեւ դա ցույց տալիս, քանի որ Իսահակյանն այն մարդն էր, որ շատ դժվարությամբ իր երկիր բերեց գերմանալեզու գրականություն,
ֆրանսալեզու գրականություն եւ դրանք բռնագրավեցին մի քանի անգամ ցարական կառավարության կողմից, նամակներ էր ուղղում անվերջ, որ խնդրում եմ գոնե գերմանալեզու գրքերի ինձ հետ վերադարձեք եւ նպատակը որն էր, որ երբ բացվեր Հայաստանում գերմանալեզու կամ բրյուսովներ բացվել եւ արդեն գերմաներեն բաժիններ բացվել, այս գրքերով էին ուսանողները ուսանում գերմաներենը, այսինքն ամբողջ իր կերպարի եւ իր գործունեությունը միտված էր հայ ժողովրդին լուսավորելուն եւ տարածելուն այստեղ գրականությունը, հատկապես եվրոպական գրականությունը, դրսի մշակույթը բերելու եւ ավելի զարգացնելու հայ մշակույթը, այնպես որ ես կարծում եմ, որ միակ իր ուղերձը էլի լինելու էր շատ կարդացեք եւ շատ սովորեք, որպեսզի գտնեք իրական լույսը։ Դուք ինչ կասեք անում։ Ես կարծում եմ հաշվի առնելով վարպետի կոսմոպոլիտան լինելու հանգամանքը ու իր հետաքրքրասիրությունը այլոց նկատմամբ պահպանելով իրենը, կարծում եմ, որ իր ուղերձը պիտի լիներ համագործակցելը։ Այսինքն կարդացեք, սովորեք, տեղյակ եղեք միմյանցից եւ համագործակցեք։ Այսինքն այսքանից հետո իրականում ճիշտ համագործակցություն, ճիշտ գործընկերություն ունենալու համար պետք է դիմացինից ճիշտ ճանաչես, լավ ճանաչես եւ կարդալուց ու այս գիտության այդ սովը այդպես բավարարելուց հետո արդեն պետք է համագործակցել, որպեսզի մեր ուզած արդյունքներին հասնենք եւ որպեսզի չքաղցենք ճոխ սեղանների շուրջ։ Այո։ Շնորհակալություն, որ ընդունեցիք մեր հրավերը, այս շատ հետաքրքիր զրույցը, ինչպես եւ ձեռնարկը, այնպես էլ զրույցը կարծում եմ աննախադեպ էր նման թեմայի շուրջ, երբեք չէինք խոսել, որպեսզի մեր զրույցի թեման չի դարձել մեր դասականները, գրողները, ում միտքը այսօր վերծանվում եւ մեկնաբանում է յուրովի եւ դառնում նաեւ ինչպես նշեցինք ուսումնական ձեռնարկ նաեւ մասնագետների համար, տվյալ դեպքում բիզնեսի եւ առաջնորդության ոլորտներում։ Շնորհակալություն ձեզ, ինչպես ասացիք, շարունակություն է ունենալու, այսինքն մենք ունենանք հանդիպման նոր առիթներ։ Մենք ենք շնորհակալ հրավերի համար։ Ես հիշեցնեմ, այսօր հյուրընկալել էինք Ավետիք Իսահակյանի տուն թանգարանի տնօրեն Արմինե Ավետիսյանին եւ մշակույթը գործոն հասարակական կազմակերպության ղեկավար Աննա Սեթաղյանին։